իր փոխվելուց, իր գնալուց հետո շատ մեծ վակուումի առաջ են կանգնելու։ Եվ կարևորագույն խնդիրը չպետք է խուսափել այդ ամոթի զգացման վերապրումից։ Մեր հասարակությանը պետք է թողել ամաչել։ Անկեղծ եմ ասում։ Առանց դրա որևէ հասարակություն չի առողջացել։ Առանց դրա օրինակներ ես մեծ սիրով կբերեմ շատ եւ կոլաբորացիոնիզմի ֆրանսիական ֆաշիստները Ֆրանսիան երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ֆրանսիա մի քանի տասնյակ տարի ամաչում էր Ֆրանսիայի հասարակության այն հատվածից, որ ֆաշիստների հետ համագործակցում էին։ Եվ դատապարտում էր, եւ ամաչում, եւ այդ ամոթը իրանք վերապրեցին։ Լյոք ամոթ էր։ Իդեպ ընդեղ էլ էր տենց մեծ մասը այդ այլանդակությունը կատարում են ֆրանսիացի ոստիկանները։ Նույն Միսակ Մանուշյանից դիմադրության օջախների մատնություն, ձերբակալություն այլն։ Ստեղ էլ հիմա հայ ոստիկանները թույլ չեն տալիս, որ օրինական քահանան մտնի եկեղեցի, բայց բոլորով հսկում են կարգալույծի մուտքը եւ բանը։ Դա մի խոսքով ասածս ինչ է, մենք պետք է թույլ տանք, որ մեր հասարակությունը ամաչի։ Շատ կարևոր է առողջ, մենք բոլորս, որ ոչ մեկին չնեղացնենք։ Մենք ունեցել ենք ամոթի այլանդակ ամոթալի իրավիճակներ։